Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային ընթրիքի ձևաչափով քննարկում է ունեցել իրանցի գործընկերոջ հետ, մանրամասներ չեն հաղորդվում։ Այսօր նախատեսվում է Միրզոյան-Արաղչի առանձնազրույց, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում, որին էլ կհաջորդի նախարարների համատեղ ասուլիսը։ Արարատ Միրզոյանը Հունգարիայի իր պաշտոնակից Պետեր Սիարտոյի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է տարածաշրջանային հարցերի։ Միրզոյանը նշել է, որ Երևանը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման տրամաբանական շարունակությունն է համարում դրա ստորագրումը, ինչի համար ադրբեջանական կողմին առաջարկվել է անցկացնել խորհրդակցություններ դրա ժամկետների եւ տեղի շուրջ։ Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի եւ Հունգարիայի միջև երկկողմ օրակարգային հարցեր։ ԱՄՆ Global Media-ի գործակալությունը պարտավորվել է ազատությանը փոխանցել մարտի 1-ից մարտի 14 նկատ ժամանակահատվածի համար կոնգրեսի տրամադրած դրամաշնորհը $7,460,000 չափով։ Նշվում է, որ ազատությունն այդ միջոցները կստանա մինչև այս ամսվա վերջ։ Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանը հիմնադրվել է 1953 թվականին, ֆինանսավորվում է ԱՄՆ կոնգրեսի կողմից։ Երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դաշնային գործակալությունների կրճատման որոշումը տարածվել է նաև Global Media գործակալության վրա։ Ազատությունը դատական հայց է ներկայացրել գործակալության դեմ, դատարանի որոշումը ակնկալվում է մոտակա շաբաթների ընթացքում։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի եւ ԱՄՆ պատվիրակությունների այս տարվա արդեն երկրորդ բանակցություններն ավելի քան 12 ժամ են տևել։ Ռուսական աղբյուրների համաձայն կողմերը փորձել են համաձայնեցնել համատեղ հայտարարության տեքստը, սակայն դա անմիջապես հնարավոր չի եղել։ Պատվիրակությունները պայմանավորվել են հայտարարության շուրջ, որը կհրապարակվի այսօր մարտի 25-ին։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը մինչ այդ նշել է, որ բազմաթիվ խնդիրներ են քննարկվել, երկխոսությունը բարդ, բայց օգտակար բնորոշելով։ Աղբյուրներից մեկն ասել է, որ ուկրաինացի պաշտոնյաները նույնպես տեղեկացվել են բանակցությունների արդյունքների մասին։ Ուկրաինական Սումիում ռուսական զորքերի հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է շուրջ 8 տասնյակի, նրանց թվում 13 երեխա կա։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ ռուսական ուժերը թիրախավորել էին Սումիի կենտրոնական հատվածը, հարվածների հետևանքով բազմահարկ շենքեր են վնասվել։ Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փակ են միայն Ամբերտ կայանից Քարիլիչ եւ Ամբերտ ամրոց տանող ճանապարհները։ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։